Բարև ժողովուրդ ջան։ Այսօր մայիսի 23-ն է, ստեղ տենց, հա ջան։ Ինչ է, հա, ապրես։ Հա, այսօր մայիսի 23-ն է, ստեղ Բելգիայում տենց որոշել է, որ եղանակը պետք է ամառային լինի, մոտակա 5 օրերը +30 է Բրյուսելում, դրանց որ որոշեցինք երեխեքին վերցնենք, բուջուրին չվերցրեցինք, այս երկուսին ենք վերցնում, բուջուրը շատ պստիկ է, թողում ենք տատիի մոտ։ Գնանք ծով, համընդ ավելի հով է, մի 4-5 աստիճան ավելի քիչ է, տանելի կլինի էլի տաք։ Համար երեխեքը մի քիչ կզբաղվեն, ժամանակ կանցկացնենք, կգանք ցույց կտամ ձեզ, սա ճանապարհին կմտնենք միտեղ հաց կուտենք, ավեշ չարեցինք տունը հաց ուտենք, փոքվենք մի անգամից ծով, լաշ։ Ոնց որ դարքի ելնելու։ Muziek nooit ontbreekt. Met Premium kun je je muziek in hoge kwaliteit downloaden. Klavervrij naar nummers luisteren en in elke volgorde afspelen. Tik op de banner voor meer informatie. Эти сахмер. Эти магазин. Ինչ, եկանք Մակդոնալդս, քիչ ուտենք, պլաժում այդքան հարմար չի ուտել էլի։ Երեխեքը ուտեն։ Ու շարժվենք, սենց հետը հավես Մակդոնալդսա, խաղալու տեղ կա։ Հեսա կուտեն մի քիչ տեղ խաղան, հետո շարժվենք դեպի պլաժ, ստեից մնում է երևի մի 70 կիլոմետր մինչև հասնենք պլաժ։ Էդ ինչ է։ Էդ ով է, ցույց տուր։ Stranger Things-ի մեջից մոնստր է։ Հոնդրա նույնից։ Ահա։ Համովայրիկ։ Գավ լիան գնում։ Մենք վերջապես հասանք մեր վերջնակետը, դահան քաղաքում ենք, միստեղ են գալիս, տեղի ապսիրունա, համել շատ կոլորիտային, սիրուն գեղեցիկ փոքր քաղաք է, սիրուն մանգալու տեղերով, բանով, շատ ցիվիլ ամեն ինչը։ Մի քիչ դժվար էր պարկինգ գտնելը, ստեղ ընդհանրապես վճարովի պարկինգ չկա, բոլորը անվճար է, դա համ պլյուսն է, համ մինուսը, որովհետև շատ մարդ է գալիս, չնայած հիմնականում շատ մարդ չի գալիս, այդտեղ շատ ժամանակ ազատ է լինում, բայց քանի որ շատ տաք է, պլյուս շաբաթօրն ենք եկել, պլյուս երկուշաբթի ոչ աշխատանքային է, մարդիկ գալիս են վիկենդ ստեղ անցկացնեն, երկար վիկենդ, երկուշաբթի կարան հետեթան։ Համար մի քիչ շատ, բայց հապը բավականին մեծ է, հենց որ բոլորը կարան տեղավորվեն։ Այստեղ սիրուն կաֆեներ կա, սիրուն մանգալու տեղ կա, կնկարեմ, ցույց կտամ ամեն ինչը։ Լավ է որ բուջուրին չենք բերել, որտեղ բավականին երկար ստեղ պարկինգ մանենք ենք, եւ 15-20 րոպե պարկինգ էինք ուղղակի ման գալիս։ Լավ տեղ գտանք, ցած ծառի տակ հով տեղ։ Այտենց, այսա մեշերը վերցնենք ու շարժվենք դեպի ապ, կնկարեմ ընթացքում։ Մնացեք մեր հետ։ Այսա սենց սիրուն պարկ կա մեծ խաղալու տեղով, ստեղ պրակատով ավտո, հեծանիվ, են 4 տեղանոց հեծանիվներ կա, կարակ վերցնեք կշեք, սենց սիրուն արխիտեկտուրա է, գեղեցիկ հեծանիվ են բոլորը կչում, ստեղ մինի գոլֆ են խաղում, սա ապն էլ էսա հասնում ենք, միքչեր են քայլում ես գեղեցիկ ճանապարհով։ Էրիկ ուր ես գնում, Էրիկ։ Պլաժ ես գնում։ Հա։ Ընդ ինչ ես անելու։ Խաղալու ես դրանով։ Ապրես։ Տեսնենք ապում ինչա կատարվում, ստեղ սաղ կաֆեները լիքը, ստեղ
մուլ են ուտում, չգիտեմ հայերեն ոնց է մուլ ֆրիտ են ուտում։ Ոնց ամենա հայտնի ուտելիքներից է այստեղ Բելգիայում մուլ ֆրիտ։ Նայեք ամեն երկրորդը հետ է ուտում։ Սա մեր ափը։ Այստեղ խաղալու տեղ կա։ Սա տեսնենք որտեղից կարող ենք իջնել։ Հա։ Երևի այն կողմից, Լիան այն կողմից իջնենք։ Եկեք այն կողմից իջնենք, հեսա նայեք սենց։ Տեսակ, չգիտեմ ինչքանով է երևում։ Երևի մի 300-400 մետր է սենց։ Չէ, կյան կարի երիք։ 300-400 մետր է սենց քայլելու տեղը, ման գալու։ Ափը բավականին լայն ու սենց ամբողջ Բելգիայի սահմանով այդ ափը սենց այդ մանուն ձևի կլինի քաղաք թե չէ, բայց ափը կա էլի սենց մաքուր սիրուն ավազով։ Հիմա հեսա քիչնենք, տեսնենք։ Էլի սիրուն արխիտեկտուրայով, ստմարոժնի ուտելու տեղեր կա, կաֆեներ կա։ Հետարքիր օր անցկացնելու համար ամեն ինչ կա, կոպիտ ասած, մանավանդ երեխաների համար։ Սա հիմա իջնենք ափ, դե արդեն չգիտեմ ինչքանով է երևում, հիմա մոտիկ ասնեմ, նայեք ինչքան երեխա կա ջրի մոտ, հիմա ջուրը գնացել այստեղ հայերեն չգիտեմ ոնց են ասում, պրիլիվն ու ատլիվը, չգիտեմ մոտ 200-300 մետր ջուրը գնում ու գալիս է էլի օրվա ընթացքում, հիմա գնացել է, մինչև մեր հետ գնալու ժամանակը արդեն ջուրը հետ է գալու։ Սա տեղավորվենք կնկարեմ ժողովուրդ ջան էլի։ Սի հարմարություններից պլաժի մի եվրո է դուշը, բան, զուքարանը 70 ցենտ է, այստեղ դուշել կա 3 եվրո, այս պլաժում սիրուն խաղալու տեղ կա, երեխեքը սիրուն խաղում են, սա մեր երկու բուրունդուկները, գնանք մի տեղ է սա մեր վերշերը կդնենք սիրուն, մենք կպարկենք ավազին, երեխեքն էլ արդեն չեմ անում։ Չէ, կյան, կտե չէ, էլի ավազի հետ, ավազը պլաժում թոմնա, մի տար։ Երևի մի 2-3 ժամ կմնանք, երեխ կխաղանք, զբաղվեն, հետո երևի կհելնենք, մի քիչ էլ վերև ուղղակի ման կգանք, նոր կգնանք տուն, հլը վաղնը մյուս օրը մոտակա 3-4 օրն է տակ լինելու, բայց դժվար էլի գանք էլի 100 կիլոմետր է Բրյուսելից հեռու ծովը, Նեշի շատ է, որ կծում ես, չգամ, մի ժամվա ճամփա է, թե պրոբկա չլինի, այսօր պրոբկա կարա ագին։ Բայց դե, գնալ, գալ, մի քիչ ամեն օր չես կարա։ Բայց մեկ-մեկ կգանք էլի, հեսա սեզոնը բացի, ոնց է չլինի ամսվա մեջ 1-2 անգամ կգանք, երեխեքը սիրում են։ Ափը, ջուրը, լավ ժամանակ են անցկացնում։ Հեսա գնանք, տեղավորվենք, կներկարեմ արդեն ջուրը։ Տեսնեք, կաղա շատերի մր բանակը կա լինի, որ Բելգիայում ծով կա ընդհանրապես, սենց ափ կա, սենց ավազով։ Նայեք ինչ գեղեցիկ ավազ է, մաքուր, մանր։ Երեխեքին էլ ինչն է պետք ավազ եղավ, իրանք երջանիկ են։ Ինչ ժողովուրդ ջան, մենք տեղավորվեցինք հենա։ Սա նայեք ափը լավ լայն է, հիմա դե ջուրը հետ է գնացել, չգիտեմ մոտավոր կպատկերացնեք ինչքան է, մինչև այս գիծը տենում եք այս մուքա, մինչև այդ ջուրը հետ է գալու։ Էլի ագին լայն անում է ափ, բայց հիմա շատ լայն է, էլի ուղղակի ափը նայեք ինչքան լայն է, մինչև ջուրը ինչքան շատ մեծ է։ Ջուրը հետ է գնացել, ցավոք սրտի ոնց որ այսօր նայեք, հալ չի կարելի։ Նավը ընդեղա գնով հանգարջ որ մեկը չմտնի ջուրը ալիք չկա տենց, չգիտեմ ինչի համար չի կարելի, բայց ամեն դեպքում դրոշակներն էլ խփած է, որ չի կարելի լողալ, էսի բանն է, փրկարարները կամ կարելի է, բայց շատ փոճուր տեղն է կարելի ջուր մտնել։ Սա մեր Լեոն ու Էրիկը Սենց փոքր գյոլեր են ջրից ջուրը որ հետ է գնացել, սենց մնացել են բավականին տաք։
Շատ մարդ կա, այս տանը մեկ չգիտեմ, ստացերևում է թե չէ, սպասեք մոտիկացնեմ, այսի արդեն մեծ քաղաք է, ոնց որ ցենց ափը մինչև վերջ այդում է, մինչև այդ մեծ քաղաք, նույնն էլ է մյուս կողմը, եթե ուշադիր նայենք, այնտեղ այստեղ, այդ տանը մեկ այնտեղ արդեն ուրիշ քաղաք է, մեծ չեմ կարող ասեմ որն է։ Ջանա։ Գնա մտի ջուրիկը մաքրի։ Գնա։ Երեխեքին ինչ է, պետք ջուր ու ավազ, իրանք աշխարհի ամենաերջանիկ մարդն են։ Հա։ Սենց ժողովուրդ ջան։ Ստեղ էլ էլի, ինձ եսիմ ինչ ափ չի, պալմաներ չկան, ջուրը եսիմ լազորնի չի, պարշ չի, տես պղտոր ջուր աստեի ջուրը, ծովը, հյուսային ծովն է։ Բայց շոկից փախնելու համար նախ եթե ենթադրենք Բրյուսելում 30 աստիճան, այստեղ 25-26 է լինում, արդեն այդքան շոկ չի, տանելի է, ավելի շատ կոմֆորտնի ջերմաստիճան է, ուղղակի ման գալու համար կամ հեծանիվ քշելու համար, ջուրը բավականին տաք է ջուրը, նայեք այստեղ ինչ են ասում սրանց, շատ կա Այդուր կենթանիներ կրաբիկներ էինք անցած անգամ բռնել այնա, փոքր կրաբիկներ կա մեջը ջրի, որ մանգաս կգտնես։ Ոնց երեխեքը խաղում են։ Լիքը ժողովուրդ է։ Ես ոնց լրիվ ափերում եմ հիմա, Բելգիայի։ Ես նայեք կրաբիկա, պրոստը այս մեկը սատկած է։ Բայց հեսա նորից սատկած կրաբիկ Հա, ժողովուրդ, էլի կնկարեմ, ինչ-որ հետաքրքիր բան լինի։ Աստի ձեզ ցույց տամ, ստեղ ոնց է, էլի պլաժնի օրդիխ կոպիտ ասած ոնց է։ Կա։ Ծովը եսի միշտ չի, սպասեք դա ծովը մի հատ ջուրի կցույց տամ ձեզ, տեսնեք պղտոր ջուր է, համավազն է, տենց մուկ գույնի ավազ։ Դուս ջուրն էլ պղտոր ջուր է, տենց պարզ ջուր չի էլի, թվում է թե կեղտոտ է։ Այստեղ միշտ ալիքներ կան, տակի նստվածքը միշտ երևա բարձրանում ու պղտոր է ջուրը լինում։ Այսօր ջուրը մի քիչ շատ ավելի պղտոր է, քան միշտ է լինում, չգիտեմ ինչի, բայց sense որ նայում եմ, այդ մարդը որ կա, դրանից հետո արդեն ջուրը կապուտ է երևում։ Երևի խորհրդեղը արդեն sense ջրի գույնը ուրիշ է արդեն։ Արդեն մի ժամից ավել աստեղ ենք, երեխեքը իրանց համար հավես խաղում են, ջուրն էլ քիչ մոտիկանում է, հեսա երևի մի 15-20 րոպե վեշերներս հավաքենք, հետ գնանք մի քիչ ընկոմ, ջուրը հեսա հասնում է աստեղ, հետենց, մենք էլ երևի արդեն հեսա դեզի ցույց տամ, արդեն ջուրը ուր է հասել, մեզնից չկան երևի մի 30 մետր է արդեն հեռու, որ եկանք 100 մետր, 130 մետր այդքան հեռու էր, բավականին հեռու էր շատ, վերջի մարդկանց մոտ նոր ծովը սկսում էր, այդ նավը, որ հիմա անցնում է, հիմա արդեն ակել հասնասներ, ու երևի մի 15-20 րոպե երևի կհասնի ստեղ է, հենց մեզ մոտ, հենց որ պիտի ուզենք շարժվենք հետ, այնտեղ։
Դրանց տանելը կինոյ է։ Մեր երեխեքին զորով շարով տանենք, համոզելով, որտեղ որ մտնում են ջուրը, իրանց հետ արդեն շատ դժվար է։ Ոնց երեխեքն են տանցել, որ ավազ մեկել ջուրը, վсё, երեխեքին ուրիշ բան պետք չի։ Ժամերով թաղան։ Ժամերով։ Շատ իրանց համար են գալիս են այստեղ։ Ծովը առանձնապես լողալու համար այդքան հարմար ծով չի, համ սառն է, համ պղտոր է ջուրը, ապը շատ սիրուն է, բայց ջուրը լավը չի։ Եթե ջուրն է լավը լիներ, իմ կարծիքով ահավոր գներ կլինեն, չնայած հիմել է ահավոր, բայց այն ժամանակ վաբշե մնալը, չգիտեմ, շատ քիչ մարդի են կարողանալ թույլ տալ։ Դա հենց ժողովուրդ է։ Դե մնացեք մեր հետ։ Մեր օրը չի վերջացել, շարունակենք, մենք ինչ ենք անում։ Դե ինչ մենք ափից դուրս եկանք, երեխեքը բոլ-բոլ խաղացին։ Հիմա մի քիչ էլ այստեղ այգի կա, այդ այգում մեծանիվ կքշեն, ժամը արդեն 6-ն է լինում։ Մի կես ժամ 40 րոպե կքշեն, արդեն շարժվենք, որ գոնե մինչև 8-ը տունը լինենք։ Չէ՞։ Հա? Չէ, ուղիղ գնանք ավելի մոտիկա։ Ես ասիլու մեծ պարկ է, այնտեղ էլ մեծանիվ կքշեն։ Ու շարժվենք տուն։ Մինչև 8-ը մենք հեսա նայեք, այսի ոստիկանության շենքն է, ստեի, նայեք ինչ պուպուշ շենք է։ Սա սիրուն մաքուր, ակուրատնի, նայեք հերթերը, մեկը մարոժնու հերթ է, մեկը վաֆլի, կամ եկսն է մարոժնի, չգիտեմ։ Խելոք ես չէ։ Երիք խելոք է, շատ։ Տատիները հեծանիվ են կշում, այք սենց օլդ-թայմերներ են կշում, թե վաշև բան վիկենները, շապատ կիրայքի, այսենց մարդի սենց օլդ-թայմերներ ունեն, հանում կշում են։ Այդ օլդ-թայմերների հետ կապված, հետ հարքիր բան ասեմ ձեզի, օլդ-թայմեր ստև այթեմ 35 տարուց մեծ աղցոները կարան օլդ-թայմեր հարմարվեն, հատուկ համարներ եք հանում, առաջի տարը օյա, բանը, այդ ավտոներին հարկ չեք մուծում, շատ էժան է պահելը, բայց սահմանափակումներ կա, այդ ավտոյով գործի չես կարա գնաս, այդ ավտոյով չես կարա եղեքիդ տանես դպրոց, մանկապարտեզ, չես կարա ամեն օր քշես, տենց ոնց որ հավեսի համար ավտո պետք է լինի, էլի, այսինքն ու չես կարա դու չի կարա էտի քո Խելոք, չէ, ընդ չի կարելի, փագ արդեն։ Հա, չի կարելի, կյանք։ Փագա։ Գնում ենք քո սամակատը, քո եծանիվը վերցնենք քշես։ Հա, ու չի կարա այդ օլդ-թայմերը քո միակ ավտոն լինի, պետք է երկրորդ ավտոտ լինի։ Ակուր։ Կուրատնի ամեն ինչը սա պարկինգն է, ստեսա պարկինգները անվճար է։ Տեղերը բավականին շատ են, բայց մեկ է սեզոնին ու տաքուր արին ու վիկենդ շատ մարդ է գալիս, տեղերը չեն բավականացնում, մի քիչ երկար ես ման գալիս, մինչև տեղ ես գտնում։ Ոնց որ, հեսա մեր մեքենան, հեսա հեծանիվ վերցնենք երեխեքի, ստեղ պարկում մի քիչ էլ պարկում հեծանիվ կշեն, խաղան, լրիվ հոգան ու շարժվենք տեն, դեպք նկարեմ։ Գրեմ բանկով, հանգուքի։ Այս էլ ստեի այգի, ես մեծ այգի ասիրուն, խաղալու տեղեր էլ կա, մենք սեզանիվներով, սամակատով, մի քիչ էլ ստեղ խաղան, մեծանիվ կշան, զգնում սա ավտոյի մեջ արդեն իրանք քնած կլինեն, կակ մինիմում երիկը քնած կլինի փոքրը,
Տենց բան է ժողովուրդ ջան, երևի այսքանով վերջ, էլի մաս չկա նկարելը ոնց ենք տուն հետում։ Նոր նայեցի 107 կիլոմետր աստեղից տուն, ժամ 10 րոպե, այսինքն տան խոցանումներ չկա, ոնց որ այդ առումով լավ է, երևի մի 10-15 րոպեից թողենք երեխան ու գնանք։ Այսօր այսքան է ժողովուրդ ջան, լավ եղեք, լավ մնացեք, բաժանորդագրվեք, ով որ չի բաժանորդագրվել հետագա վիդեոները բաց չթողնելու համար։ Что у нас такие, да, вот тормоза так? Ну, он со спона, оно. Там так тормоза. Окей.